Կրկին բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մեր նախորդ հաղորդումը պատրաստել էինք մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որը որ նա արեց լրագրողներին, եւ հիմնական թեման տեսնում եք, որ այն է, որ Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ, եւ փաստացի մենք ստացանք մի քանի կարևոր մեզ համար պատասխան, ասեմ միանգամից, որ մենք ճիշտ էինք մեր նախորդ վերլուծությունների մեջ, թե որ կետերին էին այդ զիջումները վերաբերվում, եւ հիմնական կետը ինձ համար դա Եվրոմիության դիտորդների հարցն է, Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայության հարցն է հայ-ադրբեջանական սահմանին, եւ փաստացի պետք է անկեղծ լինենք, պետք է ճիշտը ասենք, Հայաստանը այս հարցի շուրջ գնացել է զիջումների, ցավոք սրտի պետք է սա մենք արձանագրենք, եւ ըստ այդ զիջումների երրորդ երկրների ներկայություն չի լինելու հայ-ադրբեջանական սահմանին, այն բանից հետո, երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Սա փաստացի հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ միջազգային հայցերից եւս հրաժարվելու են կողմերը, դա եւս կա, իրոք հրաժարվել են պատրաստվում թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը, ըստ պայմանավորվածությունների փոխադարձ միջազգային հայցերից, եւ դրանով իսկ հաստատվում է այն փաստը, որ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը կապված էր այս ամենի հետ, այսինքն մեր ենթադրությունները, զգուշավոր ենթադրությունները նաեւ այդ հարցի մասով փաստացի հիմա դուրս է գալիս, որ ճիշտ էին։ Բայց նույն ժամանակ ես որքան հասկացա, պետք է կրկին մի անգամ լսենք եւ ավելի մանրամասն ուսումնասիրենք, կրկին կլինեն հայտարարություններ, որքան հասկացա սահմանադրության փոփոխության հարցը չկա, ինչպես նաեւ որևիցե միջանցքի, արտատարածքային միջանցքի հարց գոյություն չունի, տրանսպորտային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն հարգավելով սուվերենությունը, երկրների տարածքային ամբողջականությունը եւ ոչ մի միջանցքի մասին փաստացի խոսք չի կարող լինել։ Եվ Փաշինյանն անդրադառնում էր նաեւ իր հոդվածին, եւ այդպես էլ կա, ես որքան հասկանում եմ, որևիցե զիջում, ամենայն դեպս այդ հայտարարություններից հստակ ասեմ, որ որևիցե զիջում չենք տեսնում նաեւ տրանսպորտային կոմունիկացիաների մասով։ Հիմնական զիջումը, որը որ իմ մոտ անձամբ լուրջ մտահոգություններ է առաջացնում, դա երրորդ երկրների ներկայության բացառումն է հայ-ադրբեջանական սահմանից։ Ճիշտ է, Ադրբեջանը եւս պետք է բացառի, եւ եթե Թուրքիայի ու Ռուսաստանի հետ աղդամում ինչ-որ կենտրոն էին ձևավորել, նրանք եւս ամենայն հավանականությամբ չպետք է գործեն, այսինքն այդտեղ չպետք է լինեն նաեւ թուրքերը եւ ռուսները ադրբեջանական կողմից, բայց հայկական կողմից փաստենք, որ չպետք է լինեն նաեւ Եվրոմիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները ըստ այդ պայմանավորվածության, ինչը բնականաբար իմ սրտով չէ, քանի որ ես հակված չեմ հավատալու, որ Ադրբեջանը կպահպանի այդ խաղաղության պայմանագիրը, եթե ստորագրվի։ Օր առաջ Ադրբեջանը ուզում է ձերբազատվել Եվրոմիության դիտորդական առաքելությունից, նաեւ կարեւոր է նշել, որ դա տեղի ունենում հիմա, այն ժամանակ, երբ որ մեծ փոփոխություններ են, աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, թե Եվրոպայում, թե Եվրոպա-Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների հետ մեջ Ուկրաինայի եւ Ռուսաստանի, Ուկրաինա-Եվրոպա, այսինքն բավականին մեծ խառնաշփոթ է, տեսնում ենք նաեւ Իրանի շուրջ են լարված հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի եւ քննարկումներ կան նաեւ այդ մասին, մի քիչ առաջ ես նաեւ Իրանի արտգործնախարարի հայտարարության մասին խոսեցի, որով որ նա փաստացի ընդունում է, որ երրորդ երկրների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանը պատրաստ է նաեւ բանակցել ուղիղ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեն սպառնալիքներից Իրանի նկատմամբ, այսինքն գլոբալ մեծ փոփոխություններ են հիմա տեղի ունենում եւ հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված այս պայմանավորվածությունները այդ ամենի մաս են կազմում, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մեզ որևիցե պայմաններում ձեռնտու չի եւ շատ վատ է, որ Եվրոմիության դիտորդական առաքելությունը կարող է հեռանալ Հայաստանից, դա իմ համոզմամբ խախտելու է անվտանգությունը տարածաշրջանում, ես ավելի շատ
հակված եմ հավատալ Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքին, քան որևիցե խաղաղության պայմանագրի, կարող է եւ սխալվում եմ, ճիշտ է, մեծ նշանակություն ունի այդ պայմանագիրը, բայց իմ պատկերացմամբ Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը իրոք անգնահատելի է եւ այդ առաքելության գործունեությամբ Հայաստանը սահման էր դարձել արևելքի եւ արևմուտքի միջև, այսինքն Եվրոպայի սահմանը հենց գծվում էր հայ-ադրբեջանական սահմանով։ Եվ այդ իսկ պատճառով կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ուշադիր գտնվեք, որպեսզի Եվրամիության դիտորդական առաքելությանը ինչ որ մի ձևով գոնե հնարավոր լինի պահել Հայաստանում, ճիշտ ասած չգիտեմ ինչպես դա հնարավոր է անել, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը հիմա հրաժարվի ձեռք բերված այդ պայմանավորվածություններից, եթե նման կարիք առաջանա, քանի որ նման համաձայնություն է տվել Փաշինյանը եւ իր հայտարարություններից պարզ է նաեւ դառնում այն, որ բանակցությունները փակուղի էին մտել Ադրբեջանի հետ եւ փաստացի եթե հիմա Հայաստանը այդ մասով զիջում չաներ, ապա հստակ փակում կլինեին այդ բանակցությունները եւ կարող է ամբողջությամբ նաեւ տապալվեին, բայց ես կրկին համոզված չեմ, որ այդ պայմանավորվածությունները կստորագրվեն եւ դրանից բացի դրանք ընդհանուր առմամբ կյանքի կկոչվեն եւ հետեւողական կլինեն թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ հրաժարվել միջազգային հայցերից եւ փորձել այնպիսի քաղաքականություն վարել, որը որ չի խոչընդոտի միմյանց քաղաքականությանը, այսինքն իրար դեմ ցանկացած գործողություններից կհրաժարվեն։ Այդ իսկ պատճառով իմ առաջարկս է, չգիտեմ ինչ ձև կարող է սա տեղի ունենալ, ինչ ձևով ես իրոք պատկերացում չունեմ, բայց այնուամենայնիվ պահել Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, եթե ոչ հայ-ադրբեջանական սահմանին, չնայած որ նրանք կլինեն այնտեղ մինչև այդ պայմանագիրը ստորագրվի եւ հետո երևի ինչ որ ժամանակ սահմանվի մինչև նրանք հեռանան, դեռ պարզ չէ եւ կստորագրվի այդ պայմանագիրը, ընդհանրապես կստորագրվի թե չէ, սա էլ կարեւոր է շատ ֆիքսել, բայց եթե նույնիսկ չստորագրվի, հիմա Ադրբեջանը անընդհատ խոսելու այն մասին, որ Հայաստանը համաձայնվել է երրորդ երկրների ներկայությունից հրաժարվել։ Հիմա դրան են սեղմելու բնականաբար ադրբեջանցիները, բայց եթե այդ պայմանագիրը ստորագրվի, հնարավոր է նաև որոշ ժամկետ սահմանվի, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը դուրս գա հայ-ադրբեջանական սահմանից, չնայած որ գիտենք, Եվրամիությունը 2 տարով երկարաձգել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ինչ որ մի ձևով նրանք այնուամենայնիվ մնան սահմանում, ոչ թե սահմանին, ապա Հայաստանում, քանի որ հնարավոր են ապագայում լարվածություններ եւ այդ ժամանակ Եվրամիության դիտորդական առաքելությունը շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալու այդ դրա ընթացքը եւ այդ սադրանքների խորացումը կանխելու համար, եթե ադրբեջանական կողմը հրադադարի խախտում կազմակերպի ինչ որ առաջխաղացման փորձ բնականաբար իրականացնի, Եվրամիության դիտորդական առաքելությունը շատ կարևոր կլինի մեզ համար, բայց մենք պետք է հենվենք մեր սեփական բանակի վրա, ցանկացած երրորդ երկրից շատ ավելի կարևոր է մեր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Հայաստանի զինվորականները, հայկական բանակն է ամենակարևորը, դա էլ պետք է մենք արձանագրենք։ Հիմա անընդհատ խոսելով Եվրամիության դիտորդական առաքելությունից, պետք է հասկանանք, որ առաջին տեղը բնականաբար մեր զինվորականներն են, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են, հետո նոր դիտորդական առաքելությունը, բայց այնպես է դուրս գալիս, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը հիմնական խաղաղության երաշխիքներ դարձել, հայկական բանակից հետո հիմնական խաղաղության երաշխիքներ դարձել մեր տարածաշրջանում եւ դրա համար պետք է ամեն ինչ արվի։ Ինչու չեմ խոսում միջազգային փոխադարձ հայցերից հրաժարվելու մասին, ինձ համար միանգամից ու անկեղծ ասեմ ավելի կարևոր էր, որ Հայաստանը հետ քայլ չաներ հենց Եվրամիության դիտորդական առաքելության մասով, քանի որ նրանց ներկայությունը հաստատի երաշխավորում էր Հայաստանի եվրոպական գործընթացը դեպի Եվրամիություն գործընթացը։
եւ եթե նրանք հեռանան Հայաստանից, դա բավականին կթուլացնի Եվրոմիության դիրքերը Հայաստանում եւ Հայաստանն էլ կարող է այդ վճռականությունը այլևս չկարողանա ունենալ հստակ գնալ դեպի Եվրոպա, այսինքն Եվրոմիության դիտորդական առաքելությունը նաեւ այդ առումով չափազանց կարևոր էր ոչ միայն զսպելու Ադրբեջանին, այլ նաեւ Ռուսաստանին, Թուրքիային եւ այդպես շարունակ, այսինքն բոլոր նրանց, ովքեր որ հավակնություն ունեին ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, սա ուղղակի շատ նախնական վերլուծություններ, բնականաբար մենք կունենանք ավելի նոր եւ ավելի մանրամասն տեղեկություններ եւ ավելի լավ հնարավորություն կունենանք վերլուծելու, թե ինչ էր այս ամենը նշանակում եւ ինչի շուրջ են համաձայնվել Ադրբեջանը եւ Հայաստանը։ Ես համոզված եմ, որ ելի նոր ենթակետեր, այսինքն այս կետերը պարզ են, ենթակետեր կլինեն քննարկելու, այսինքն ամեն ինչ դեռևս ելի այդքան միանշանակ չէ եւ համոզված եմ, որ բազմաթիվ հարցեր դեռ կլինեն քննարկելու այդ համաձայնության շուրջ։ Առողջ եղեք, կհանդիպենք։